Ես դիտարկում ես արդեն որպես վահանակ։ Ոչ թե մարդ ով բլոգեր է, ինֆլուենսեր, այսինքն ազդեցություն ունի, այլ գովազդային վահանակ է, ոնց որ սենց եկան, խփեցին գովազդը, հա ինչ կա դրա մեջ, հիմա ին վրա չեն խփի, փողոցի բիլբորդին կխփեն, էլի, այդ իմ տարանջատումն է։ Իսկ հիմա ամենամեծ կասկածը այն է, որ այս մարդիկ խեն այսքան փող դնում, այս քարոզարշավների մեջ, էլի, խեն այսքան պատրաստ անեն, էլի, որն է դրա հետ հատույցը իրանց համար։ Բարև ձեզ, գրադարանում այսօր զրուցում ենք բլոգեր Հայկ Մկրտչյանի հետ, ողջույն Հայկ։ Ողջույն Գևորգ ջան։ Դուք հրապարակեցիք մի տեսանյութ, որտեղ խոսում էիք ձեզ առաջարկված քաղաքական գովազդի մասին եւ խոսում էիք այն մասին, որ դուք չեք ծախվում եւ ընտրությունների ժամանակ ձեզ բանավոր խոստում եք տալի, որ քաղաքական կուսակցությունների կողմից գովազդ չեք ունենալ, ես տենց հասկացա։ Ինչու արեցիք դա։ Ոգևորված, որովհետև ինչ որ ներքին վալիդացիայի կարիք կար, որովհետև դու հասկանում ես, որ քո արդարությունն է, այն համակարգը, որ դու մեծացել ես, ոնց որ եւ բարձրաձայնման կարիք ունի, որովհետև այդ պահին, երբ որ ես այդ արեցի, մեկը ցանկացած դեպքում դու մտածում ես, օքեյ, շատ հեշտ ու ահռելի մեծ գումարներից ես քեզ զրկում, բայց մյուս կողմից քո անցած ճանապարհը այնքան sense կարեւոր է, քո ծնողների ֆակտորը այնքան կարևոր է եւ մյուս կողմից ազդակը, որովհետեւ ես անգամ գիտեմ հետագա խոսակցություններով, որ այդ իմ բարձրաձայնելուց հետո նեշի առաջարկը մենակ ինձ է եկել էլի, բնականաբար իրանք առանձնացնում են մարդկանց, շատ բլոգերներ հրաժարվել են։ Ու այդ իմ համար շատ կարևոր ազդակ էր, որովհետեւ ես պատկերացնում 2026 թվականին ինչա կատարվելու մեդիա դաշտում, իսկ մենք շատ արագ մանիպուլացվող հասարակություն ենք, որովհետեւ մեր մոտ մեդիա գրագիտությունը բարձր մակարդակի վրա չի, ու ես փորձում եմ իմ կողմից գոնե ինչ-որ կերպ տանել այդ նարատիվը, որ նաև լինի ինչ-որ ձև հղում մարդկանց, որ այո, շուտով կտեսնենք, որ բլոգերներ, որոնք ինչ-որ ձև կոնտենտ են անելու, որը ինչ-որ չի ինտեգրվում իրանց հետ, այսինքն մեկ է պատահաբար սկսում են խոսալ նենց թեմաներից, որ առհասարակ իրենց բովանդակության չի համապատասխանում։ Ես ուզում եմ այդ կարևոր բան շեշտեմ, որ ես օքեյ եմ, ցանկացած մարդ կարող ունենա քաղաքական հայացքներ, այստեղ ինչն եմ ես նկատի ունենում վաճառված ասելով, երբ որ դու չես հավատում որևէ արժե համակարգի, բայց գումարի դիմաց սկսում ես բարձրաձայնել ու սպասարկել տվյալ քաղաքական ուժի օրակարգերը։ Սա իմ համար ոնց որ կարևոր ֆունդամենտ է, որ այդ գծում ենք, հակառակ դեպքում յուրաքանչյուր մարդ, անկախ իր զբաղեցրած պաշտոնից կամ հասարակական գործունեությունից, ազատ է, եթե հավատում է որևէ ուժի, եթե վստահում է ու պարտադիր է իր համար դա բարձրաձայնելը, դա բնականաբար իր ազատ ընտրությունն է, ազատ խոսքի դրսևորումն է։ Իմ համար այն մյուս թևն էր կարևոր, որ եթե դու անգամ չես կողմնորոշված կամ եթե դու ունես այլ կարծիքներ, բայց գումարի դիմաց սկսում ես կամ անգամ չհասկանալով սկսում ես սպասարկել ուրիշ քաղաքական ուժի շահեր, որևէ քաղաքական ուժի շահեր, դա մի քիչ արդեն վտանգավոր է ընդհանուր հասարակության համար։ Սոցիալական պատասխանատվության հարց եմ տեսնում ես այդտեղ, որովհետև գովազդը է։ Նկատի ունեմ, որ արիթ են ունում շփվել նույն ինֆլուենսերների եւ բլոգերների հետ, ասենք օրինակներ են բերում, որ երբ որ դուք գովազդում եք, չգիտեմ, խնամքի միջոցներ, սնունդ եւ այլն, էլի ընտրության հարց է, չէ՞, ասենք, չգիտեմ, ասենք վեյփ դժվար գովազդիկ Մենք անգամ ունենք հակագովազդ, էլի, որ 2 միլիոնից ավելի տուններ, հենց խոսում ենք դրա մասին, որ պետք չի օգտագործել։ Օրինակ եմ ասում, էլի, եւ այդտեղ նմանություններ կան քաղաքականը եւ ասենք ընտրելը թե ինչ ես գովազդում։ Չեմ կարծում, Գեղամ, միանշանակ, այսինքն հիմքը նույնն է, որ դու ունես պատասխանատվություն քո լսանի առաջ, ինչ ես գովազդում, որը որևէ ձև չպետք է վնասի ինչ-որ մեկի առողջության, այսինքն, եթե ես գովազդում եմ որևէ տեսակի սուշի պայմանական, այո, կարող է դա իմ քիմքին համապատասխանա, ես գովազդում եմ, ինչ-որ մեկը փորձի դա չհավանի։ Այստեղ արդեն գալիս է նախասիրության հարցեր, բայց երբ որ մենք խոսում ենք մի երևույթի մասին, որը ամբողջությամբ պայմանավորելու է պետական կառավարման համակարգ, պայմանավորելու է բարեկեցության լուծման հարցեր, պայմանավորելու է ենթակառուցվածքների զարգացում եւ այլն, այստեղ շատ ավելի վտանգավոր է խաղալը, քան եթե ես օրինակ ասեմ, որ այս սուրշին փորձել եմ, ինձ շատ է դուր գալիս, հասկանում, Չնայած գուցե այդքան էլ դուր չի գալի։ Միգուցե, չգիտեմ, իմ դեպքում ոնց որ ես անում եմ այն ինչ որ ես էլի կուտեի։ Չեմ ասում ոնց որ առաջնային կարար լիներ, ոնց որ ես ամեն օր դա կուտեի եւ այլն, ես հասկանում որ պրոդուկտը լավն է, չեմ ասում վատը չի, այլ լավն է, լավագույնը միգուցե չի, բայց ես ազատ եմ այդ ինֆորմացիան փոխանցելու իմ աուդիտորիային։
Ծավալների մասին ասացիք, որ էլի է եղել առաջարկներ շատ, այսինքն հա ես ուզում եմ շեշտեմ նաև, որ բոլոր թևերի կողմից է, ու այդ չգնան հենց որ ինչ որ մեսեջես հաղորդեն, որ ինչ որ մեկը անում է, մեկը չի անում։ Ես պատկերացնում եմ, որ 2026-ին դա շատ ավելի համատարած է լինելու։ Այս իմ կանխատեսումներն են ուղղակի, բայց մինչև էդ էլ շատ տարբեր շարժառիթներով եղել է, որ կապ հաստատեն։ Ինչ որ փուլ է դառնում վիրավորական եղամ, գիտես, որովհետև երբ որ դու մարդ ես, ով հանրային դաշտում իր կարծիքը արտահայտում է, ու ես ունեմ հստակ փիլիսոփայություն, դա անընդհատ բարձրաձայնում եմ, եթե հանրագումարի արդյունքում դու ինձ հետևում ես եւ Instagram-ում, եւ Facebook-ում, եւ գիտես ոնց որ ես ինչ արժեքներ եմ կիսում, երբ որ գալիս են քեզ տենց առաջարկներ, մի քիչ վիրավորված ես զգում էլի, որովհետև դու հստակ տվել ես հասկանալ, որ որևէ ինչ որ մեկին չես հարում առնվազն։ Որոնք են այդ արժեքները։ Փիլիսոփայության մասով ես ասում։ Որ կիսում եք էլի։ Այնա որ ցանկացած քաղ հասարակության անդամ ինքը նրա համար է, որ կարողանա դառնա անդիմություն անկախ նրանց իշխանության ով է կանգնած, որպեսզի արթուն պահի ու հավասարակշռի իրեն, այսինքն եթե ունի բողոք, եթե ունի վերլուծական միտք, եթե ունի նկատած մանիպուլյացիաներ, գործողություններ, որոնք հասարակությանը վնասում են, ինքը պետքա լինի հենց այդ ալիքը ստեղծողը, որ ոչ մի դեպքում որևէ իշխանություն չթուլանա, այլ ինքը ավելի պատասխանատու լինի իր գործունեության մեջ։ Այդ ձևավորումը օրակարգ, այդ ձևավորումը հակակշիռ կողմ, իսկ եթե դու թողես բարձի թողի վիճակ, ոնց որ հիմա են անում, հա, պարզապես վերցնում են ու դեմոնիզացնում են եւ իշխանությանը եւ ընդդիմությանը, արդյունքում ոնց որ քեզ փորձում են քեզ ասելով նկատում են ազնիվ կորիզը, որ ուզում է եւ հասկանա լուծումներ, հասկանա ավելի շոշափելի արդյունքներ, այլ ոչ թե հիմար օրակարգեր, ինքը սկսում է ոնց որ լուսանցքներ գնալ ու այլևս չարտահայտվել, ինչը բավականին վտանգավոր է։ Եթե դու սկսում ես ինչ-որ ձև մեղադրել իշխանությանը, իշխանությունն է գալիս ու քեզ ոնց որ ուզում է պիտակավորի այն մյուս թև տանի, եթե դու սկսում ես ընդդիմության ինչ-որ մի բան անել, քեզ հանում են իշխանամետ ու արդյունքում ոնց որ այդ հիմա մեր հասարակությունում այնքան է բևեռացված, այնքան է սրված, որ քեզ շատ ռադիկալ են վերաբերվում, շատ ռադիկալ։ Ու այդ պիտակավորումները ոնց որ տանում են նրան, որ այդ մարդիկ, ովքեր արդեն բաժանված են ինչ-որ ճակատների, այլևս սկսում են քո խոսքին այն կշիռով չվերաբերվել, ինչը առաջ կվերաբերվեն։ Ու ավելի վտանգավոր, երբ որ երկու թևերն էլ կարան շատ հանգիստ կոդեմ լարեն ֆեյքերի բանակը, որովհետև մենք գիտենք, որ ցանկացած իշխանության գործիքակազմում եւ ընդդիմության, այդ շատ լավ տարածված է, երբ որ դու կարող ես մտնել ինչ-որ մեկի գրառման տակ, անանուն դեմքեր, վատ մեկնաբանություններ են գրում, ու ստեղծվում է արհեստական մթնոլորտ, որ միգուցե այս մարդը այդքան է արժանահավատ չի, միգուցե այս մարդը այդքան է ազնիվ չի, որովհետեւ երբ որ դու մտնում ես, անկախ լայքերից կարդում ես, հա, մեկնաբանությունները, մարդիկ չեն իրանց մտքում վերլուծում, որ օքեյ, եթե այսքան մարդ 6000 հոգի հավանել է օրինակ տեսանյութը, մտնում է մեկնաբանություններին, կոմենտը վիրավորական 50 լայք ունի, մտածում են, բայց չէ, միգուցե կարողա սխալ է։ Այդ ես ինչին է նման է, որ ընտրություններից առաջ կեղծ վիճակագրություններն է հրապարակում, որպեսզի չկողմնորոշված մարդկանց տանեն իրենց դաշտ, այդ ամենապրիմիտիվ մանիպուլյացիոն սխեմային է նմանվում, որ ուղղակի գալիս է աջակցություն կամ արհեստական վերաբերմունք, որ չկողմնորոշված մարդիկ մտածեն, այ եթե մեծամասնությունը մտածում է, ես ուրեմն պետքա գնամ, նույնը անում են նաև ոնց որ լրացնելով, էլի քեզ հենց անկյուններ բրթելով։ Որովհետև ես նայում էի մեկնաբանությունները ձեր այդ հրապարակման տակ, վիդեո հրապարակման տակ եւ այնտեղ ասում էին դու իշխանության կողմից ես, նիկոլական ես եւ այլն եւ այլն։ Ու դա դառնում է նաև դա վիրավորական, հասկանաս, մեր հասարակության մեջ այնքան է արծարծվում ինչ-որ թեմաներ, որ sense դառնում է ոնց որ մարդիկ վիրավորական են դա դիտարկում, պիտակավորում, ու ոնց որ դու ես քեզ սկսում ված գալ արդեն այդ դու չես հարում ոչ մեկին, բայց երբ որ քեզ անընդհատ անում են ինչ որ դու ուրիշ գրառում ես անում, բացարձակ դրա հետ կապ չունեցող, գալիս դրա տակ են գրում, sense անարդարության մի հատ sense մեծ զգացում է ձևավորվում քո մոտ, որ դու արդեն մտածում ես, իսկ գուցե կարող է ես ճիշտ ժամանակն է, որ այլևս որևէ քաղաքական կամ քաղ հասարակական միտք չարտահայտեմ։ Այսինքն ինքնագրաքննության պահեր են առաջանում։ Միանշանակ սրում ոնց եք դա հաղթահարում։ Շատ բարդ է եղամ, հատկապես ընտանիքի մասով, որովհետև դու հասկանում ես, որ ընտանիքն էլ է խոցելի։ Գալիս են կլինի ինչ որ պետք չի ոչ մի բան անես, կլինի ավելավասուս մնաս, ոնց որ քո հայացքները քո մոտ ու իրականում այդ ազդում է, որովհետև թեկուզ այդ կեղծ ալիքը, որ ստեղծում է կամ ինչ որ ձև ուրիշ կողմից ուղղորդած, պատկերացնում ես դու ահռելի թվեր մերժում ես, բայց այդ թևերը իրանք ունեն նաև ուրիշ մակլավիկներ, որոնք կարան հանգիստ լարեն քո դեմ։
ու այդ լարվածությունը, որ ստեղծում են, հա դու չվերցեցիր, ինչ որ մեկին ունեն, ավել գումար են տալիս, ալիք են ստեղծում, էլի, ինչ որ մեկի դեմ, որ իր գործունեությունը բացարձակ կարող դրա մասին չլինի, ու ոնց որ նաև հասկանում ես, կարող է ինձ իրոք էս ամեն ինչը պետք չի, որովհետև չեմ կարող բացատրեմ Գեգամ, ավելի ասում ես, այս աղմուկից հեռու մնամ, ես իմ բարեկեցություն ունեմ, Սեղ վատն է, որ ես միշտ արտահայտում եմ, կարող է ամբողջությամբ ճշմարիտ միտք չի, բայց լռում են այն մարդիկ, ովքեր որպես կանոն իրենց բարեկեցությունը այդքան է կախված չի այս ամեն ինչից, էլի որ իրենք իրենց գործունեությունը ծավալում են, վարում են, ու արդյունքում ոնց որ իրանք լռում են, ավելի առաջին չեն գալիս այն մարդիկ, ովքեր իրանք համար ավելի հեշտ է լայք սխմելը, վիրավորական մեկնաբանություններ գրելը, ու իրանք սպասում են փրկիչների տարբեր մարդկանց տեսքով, հա Սրանք է մեզ փրկե կամ սրանք պիտի գնան սրանք կամ մեզ փրկեն եւ այլն, էլի դրա համար տենց քաղաք հասարակությունը ինձ թվում է Հայաստանում գնալով սենց մարդիկ են վերջերս որ սենց հանդիպում ես ասում են ես էլ հավես չունեմ, ես ոչ իմ ոչ գրելու եմ, ոչ խոսալու եմ, որովհետեւ շատ սուր է էլի միջավայրը։ Բայց դուք շարունակում եք գրել։ Ես շարունակում եմ գրել եւ խոսել։ Իսկ այդ գրառումներից հետո կոնկրետ այդ ծախվելու, չծախվելու, քաղաքական գովազդ դանելու, չանելու ձեր հետևորդների թիվը աճեց, թե պակասեց, ինչ-որ նկատել եք տեղաշարժ։ Հենց այդ է, օրինակ, անգամ ես ինչ եմ հասկացել մեր հասարակության համար, որ գործնական առումով մարդիկ այնքան են մտել վիրտուալ իրականություն, որ իրենք չեն տարբերակում այդ, ու այս երեք է էլի սրա մասին գրել, որ նույն առաքելական եկեղեցու դեմ եւ պաշտպանության շարժը, որերը գնացել են 1000 հոգեր, 2000 հոգեր, դու հասկանում ես, որ այս ալիքը շատ սուր է on-line տիրույթում։ Off-line տիրույթում ինչ որ ձև պայքարել է, լրիվ ուրիշ միտք եմ ասում, հեսա տեղափոխվում այդ մտքին, էլի, որ միգուցե մարդիկ ամբողջությամբ տեղափոխվել են ապաթիայի դաշտ, ու ինձ թվում է նաեւ մարդկանց համար մեկը իմ աուդիտորիան, ովքեր ինձ հետևում են, անհնար է որ ինչ որ մի ձև անգամ հակասություններ ունենալով կարող է մնան իմ հետ, մեկնաբանություններ գրեն Ու ես նաև գիտես ինչ եմ արել Գեգամ, որ ես կարեի շատ ավելի մեծ աուդիտորիա ունենայի, որովհետև այդ տեսանյութը սկսեցին տարածել նենց դեմքեր, որոնք իմ համար անընդունելի ոչ գիտական հիմնավորումներով եւ պարզապես պրոիշխանական խոսափողներ են։ Ու ես անմիջապես հենց իմ Facebook-ի էջում մտել եմ, բլոկավորել եմ, որ հանկարծ իրենց աուդիտորիան որևէ ձև չտենա դա։ Որովհետև ես հասկանում որ դա շատ ուժեղ երանգավորում է տալու այն մարդիկ, ովքեր անում են հենց հիմա, ու ես նաև չեմ ուզում, որ այդ մարդիկ գան ու իրանք այսենց ալիքներ են ապրելու իմ էջում, որովհետև ես մենակ մեկի կողմից չեմ կամ ես մենակ մեկի դեմ չեմ, ես անընդհատ խոսում ու քննարկում եմ, էլի։ Այդ նույն մարդը, որ այդ պահին ինձ սափեր տալիս, կարող է երկու օրը տոնենց բան գրեմ, ցենց սկսի նույնը հայհոյանքների տեսքով ոնց որ տեղատարապանել, դրա համար որպես այդպեսին իմ Instagram-ում, եթե դիտարկենք, էլի, հարթակը ես չեմ տեսել շարժ, շոշափելի շարժ, նկատում որ ցենց մեծ քանակով մարդիկ եկան եւ գնացին, Facebook-ում մեկ էլ այդ լայքերի տիրույթում էր, որ ուղղակի տեսանյութը արագ տարածվեց ու վերջ։ Ինչ որ որևէ ազդեցություն չեմ նկատել, էլի։ Այսինքն այդ գրառումը ոնց որ իշխանությունը փորձում էր օգտագործել որպես իր թեզերի շարունակություն, որ ընդդիմությունը փորձում է նաև այս դաշտում խաղալ, իսկ ընդդիմությունը փորձում էր, տենց եմ հասկանում, Okay, ասա ես փոքր հարցակում կար, փոքր չէ, գուցե ավելի մեծ քան նկատել եմ, նաև այդ գրառման հետ կապված ձեր վրա։ Իսկ հարցակումը, նայ, գիտես ինչն է հետաքրքիր, որ մենք պետք է գիտակցենք, որ գլոբալ առումով քաղաքականությամբ շատ քիչերն են հետաքրքրվում, շատ, ու առավել եւս սերնդային խզվածքը մեծանում է։ Ու երբ որ մենք ասում ենք sense ինչ որ բաներ է կատարվում, այդ կատարվում է այն մարդկանց շրջանում, ովքեր ի սկզբանե դրանով հետաքրքրված են, բայց դա փոքր բաբլ է, այդ ինֆորմացիան անընդհատ շրջագայվում է այդ բաբլի մեջ։ Մյուս երիտասարդական կորիզը, ովքեր ոնց որ նույն ապաթիայի փուլում են, նույն հիասթափության փուլում են, նույն դե հոգնեցին կլինի ապրանք փուլում են, իրենք չեն արձագանքում այդ ամեն ինչին։ Դրա համար մենք ստեղ երբ որ տեսնում ենք, որովհետև ես ստեղ եկամ, էլի, այդ էս մի առանձին բաբլն է, էլի, որի մեջ այդ ամեն ինչ ինֆորմացիան ստեղծվում է, տարածվում է ու շատ արագ մոռացվում է։ Իսկ այս մյուս բաբլը մի քիչ անհաղորդ է մնում այս ընդհանուր կատարվածին։ Այսինքն չի արտահայտում իրական կյանքը սոցիալական ցանցերում։ Իհարկե չէ, նույն եթե արտահայտեր երեկվա այն որ դու տենում ես այդ նույն մարդը, որ օրինակ տեսանյութ է տեղադրել ի պաշտպանություն առաքելական եկեղեցու,
Այնտեղ լայքերը անտանելի մեծ են, բայց եթե օրինակ մարդը ֆիզիկապես պետքա գնար այդ տարածք ու իր բողոքը ցույց տար եւ այլն, գործնական դաշտում դրանք չեն պրոյեկտվում։ Այս իմ նկատառումն է, միգուցե ճիշտ է, միգուցե սխալ է, բայց այն մոլերանդությունը, որ կա ցանկացած առումով եւ եկեղեցու դեմ եւ պաշտպանելու առաքելական եկեղեցին, դա առավելապես դրսևորվում է սոցիալական տիրույթում։ Օֆլայն տիրույթում ես անգամ շատ տարբեր բան է, որ կարանք բոլորը փորձարկեն, միջին վիճակագրական մտածողության ձև են տաքսու վարորդները, կարաք սկսեք շփվել, կհասկանաք, որ անգամ տաքսու վարորդները այնքան sense զզվել են այս խոսակցություններից ու այս ամեն ինչից, որովհետև չգիտեմ ինչի, բայց կարելի է շատ տարբեր սոցիալական թեմա է, որ վերլուծություն անել ու հասկանալ, էլի, այս մեդիա դաշտում ինչ է կատարվում, իրական դաշտում այդ ինչ տարբեր բալանսներ է, էլի։ Չգիտեմ ոնց է ստացվել, այսինքն ես գիտեմ, այսինքն վերջին մեսեջը մտքի ոնց որ վերցրելու փորձել էին նաև այդ մարտիկ, ես դրա համար անմիջապես բլոկել եմ, որ չստացի ինչ որ ձև իրանք այդ թևը սուրբ է, մյուս կողմը ինչ որ բաներ անում, ու ես ոնց որ նաև անընդհատ խոսում եմ, նաև խոսացել եմ, որ ես միշտ եղել է բոլորի կողմից եւ այլն, ես էլ հնարավորություն է դա խոսալու։ Ես բացարձակ չեմ հարում որևէ իշխանության, ես եւ ընդդիմության, ու չեմ ուզենա, որ ցանկացած բանի շարժվի։ Ու բացի դրանից էլի նաև շահարկվում է այն, որ դու սոցիալական թեմա ես սկսում խոսալ, որ իրոք քեզ հետաքրքիր է, ու մյուս թևը արդեն այդ սոցիալական թեմաների ալիքը վերցնում է իր օգտին է շահարկում, էլի, բայց միևնույն ժամանակ ոնց որ հա այդ արդարը կարաս վերցնես, եթե հիմնավոր բողոք է, ու sense մտածում ես, օքեյ, ես հիմա իրոք ուզում խոսամ աղքատությունից, էլի, որ սարսափելի թվեր է Հայաստանում, այդ ոնց է մանիպուլացվելու այս թևի կողմից, էլի, ոնց է լինելու, այդ ոնց է դառնում ջրաղացին ջուր իրանց, այս մյուս թևը ինձ ոնց է գալու շպրտի, sense պիտակավորի ինչ որ սև ցուցակներ անցկացնի, բան անի, էլի, sense այդ դեպքում sense մնում ես շվարած, շատ լավ բառ է, էլի, որ չես ժողում քո այս գործունեությունը հիմա, որը իմ կարծիքով, իմ սոցիալական պատասխանատվությունից է ես ուզում հասկանամ, որ ու նաև գրառում ունեմ դրա մասին, որ եկեք եկեղեցուն հանգիստ թողնենք, հասկանանք առհասարակ աղքատությունը ոնց կարելի է լուծել, որովհետև սարսափելի է, որ կարա ինչ որ մեկի երեխայի դասարանում, ամեն 4-ից 1 երեխան լինի աղքատ, ել չեմ ասում Շիրակի մարզի թվերի մասին, բայց հիմա որ sense ուզում եմ դրա մասին խոսամ, հետո մեկի գալի դրա գրում են, դու ծախված ես, հիմա ապուզում ես ապացուցես, որ դու ծախված չես, չեմ ջոգում ինչ անեմ, անկեղծ չեմ ջոգում ինչ անեմ գեղամ, sense մեկը ինչ անես, sense այդ ալիքը ստեղծում են քո վրա, այս կողմից, այն կողմից, sense դու մնում ես օքեյ։ Եկեք ես մեկը լավ եմ ապրում, ինչ անեմ։ Իմ բարեկեցությունը կա, ինչ անեմ, ուրիշ սուս մնամ, կարամ սուս մնամ։ Որոշել ես սուս մնալ, թե չէ։ Նայ, գլոբալ առումով ես խոսում եմ այն թեմաներից, որը ինձ շատ հուզում է։ Այս մի տարին ու ես հենց տենց ամեն տարի ինձ դիրքավորում եմ, այսինքն դրանից առաջ է ընտանեկան միջավայրներ, հումորներ, եթե այս տարին նայեմ մարդիկ, իմ կոնտենտը շատ սոցիալական է։ Եվ մենք ունենք շատ սիրուն շարքեր սկսած ծխախոտի վնասակար կողմերից, թմրամոլության մասին ունենք, ու այդ ոնց որ մտածված գնում ես այդ, ոնց ես ուզում դու որպես բրենդ քեզ դիրքավորես, որ մարդիկ իմանան դու նաև սոցիալական ես։ Ու երբ որ այդ սոցիալականը մի քիչ քաղ սոցիալական է դառնում, այդ Չգում ես, որ ինչ-որ ձև սկսում է շահարկվել։ Ես այո շարունակելու եմ խոսալ այն թեմաներից, օրինակ շատ ուզում խաղամոլությունից խոսամ։ Խնդիրը ինչի չենք խոսացել, որովհետև չենք գտնում կոմպետենտ մասնագետ, որը մեր սցենարը կհաստատեր։ Մենք ինչ անում ենք սոցիալական թեմաներով, պետք է հետևում կանգնած լինի մասնագետ։ Նույն բուլինգի թեմայով խոսում ենք, օրինակ միջև այդ իմ դեպքում այդ չկար ու նաև ինձ թվում է մեր հասարակության մեջ էլի, որ նույն հոգեվիճակում են գտնվում եւ բուլինգի ենթարկվողը եւ անողը։ Երկուսի դեպքում են ցածր ինքնագնահատական, օրինակ հետաքրքիր միտք է, չէ, ես չգիտեի, բայց երբ որ սկսում ես դու աշխատել մասնագետի հետ, խոսալ եւ այլն, դու ստեղծում ես հիմնավոր կոնտենտ, ու իմ համար այդ պատասխանատվությունը հիմնավոր կոնտենտ ստեղծելն է։ Մեղադրանքները որ կային, արշավ չգիտեմ կարող եմ անվանել թե չէ, նաև այն էր, որ օրինակ դուք, չգիտեմ, քաղաքապետարանի իրադարձությանը գովազդում եք կամ գուցե գովազդ եք անում, որը կապ ունի, ասենք պետության հետ կամ կառավարության հետ, եւ դա միտքը այսպես էր գնում, որ եթե դու գործող իշխանության, կառավարության կամ քաղաքապետարանի հետ համագործակցում ես, ապա դու կուսակցականացված ես եւ ստացվում է այդ իշխանամետ անուղղակի քաղաքական գովազդ անում եք մեկը այդպես էր բանա խոսույթը ինչ կասեք դրան մի հատ թեմա է շարքում այդ ասեմ հետո արդեն մյուսին թեմանն էր որ դու քաղաքապետանի գովազդ ունես ջնջել ես չունեմ
իրոք ես նախ իմ գովազդները չեմ ջնջում, իմ պատը սենց մաքուր մնում է, էլի, եւ այլևս իրանցից գուցե գովազդ չունեմ, կարա մարդիկն են, էլի, ամանորներ վերջերս գովազդել եմ իհարկե ոչ, երբ որ դու կանգնում խոսում ես քաղաքապետարանի պատասխանատվությունից աղտոտված օդի մասով, բնականաբար այդ կառույցը խիպտի քեզ գովազդ է կամ այսինքն, բայց նայեք, ես ինչն է տոնածառի լույսեր վառելը գովազդ չէր։ Չէ, այդ իմ անկեղծ էմոցիաներն ես հիանում եմ, գնում եմ, այդ իմը կարևոր է, ոնց որ ստե գիտես այդ նույն շատ կարևոր է, որ մենք մեր ուղեղում սև ու սպիտակ ամեն ինչ սարքենք, էլի, որտեվ եթե ամեն ինչը վատ է, այդ շատ վատ է, որ ամեն ինչ վատ է, բայց նաև չպետք է լինես դու մենակ այսպես պատժի մեխանիզմ էլի, օրինակի համար, հետո եթե հետ օրինակ քնի ու կհասկանանք որտեղ օրինակ, հա, կա շատ սուր գումարների լվացում եւ այլն, ես նույն դրա մասին գրելու եմ, այսինքն ես մեկը ասելու եմ, խոսալու եմ, այսինքն դա ինձ չի կաշկանդում, ու նույն ձև ոնց որ չպետք է կաշկանդի, այսինքն ես գնացել եմ տեղ, ինձ այդ տոնակատարությունը, այդ ինձ հետաքրքիր է, ուրիշ երկրում է որ լինեի, նենց չի որ նկարի այնտեղի քաղաքապետարն էին, էլի գովազդում, այդ շատ սիրուն էր իմ համար, ինչ որ մի բաներ, որը սիրուն էր ու բաներ ու կարևորն է նաև ես ինչի անընդհատ արճակատումից բացի նաև երկխոսության գնալը, որովհետև չգիտեմ մարդիկ քաղաքապետարանի մասով, որ օդի աղտոտման խոսացել են, մեզ կանչել էին նաև քաղաքապետարան, ես գնացել եմ շատ ագրեսիվ իմ բոլոր արգումենտներով, կարդացած եւ այլն, որովհետև կարևոր էր որ այն պահին մարդիկ մտածեն, որ այս մարդը ոնց որ ինֆորմացիա է տիրապետում, ես գնացել եմ իմ մեսեջները նույնձև այդ որոշում կայացնողներին տայ ու գնացել ոնց որ այդ արել եմ Ինչ վերաբերվում է երկրորդ թևին, մենք այդ համագործակցությունը անգամ որ մարդիկ միջև վերջ նայեն ՀԿ սեկտորի հետ, դա որևէ ձև ինչ որ պետական, մենք խոսում ենք երևույթներից ու անգամ այնտեղ որ ասում ենք դատական վճիռը չի կայացվել, մեր համար կարևոր է եղել այդ շեշտելը։ Կար ինչ որ X թվով դատական գործընթաց, որով արգրավելու էր ապօրինի գույք, գումար վերադարձնելու եւ այլն, ու մենք տեղ կարևորը շեշտադրել ենք, որ դեռևս որոշման մեջ է։ Այսինքն թե անգամ կա, դու հասարակությունը պետք է արթուն մնա, որ նայեք, sense որոշում կա, պետք է թեկուզ եւ լինի հակակշիռ, որ մենք հետևում ենք այս process-ին, որ այս որոշումները պետք է կայացվի, որ դուք խոսում եք մենակ թվերի մասին, հետո պետք է իրականացվի, բայց սրա ամբողջ process-ը նաեւ խնդիրներ բարձրաձայնելներ, ու սա համագործակցությունների ՀԿ-ի հետ, որ ասում ենք, նայեք, ՀԿ ոլորտը ինչեր է անում, այստեղ ոչ թե կամ միգուցե այդ չգիտեմ, եղամ, նա sense մտածում ասում, կարող է ինչ որ մի ձև, որ դու երբ որ խոսում ես, այդ կապը գնում նրան, որ գովքա իշխանությանը որ նայեք էս ինչքան բան են անում, բայց մեր մտքում անգամ են էր որ ոչ թե ինչքան բան են անում, որ դատական վճռի մեջ է, դեռևս որոշում չի կայացվել։ Այդ հատվածներ, որ մենք այս սրանով նաև դու կարողանում ես ոնց որ այդ քաղ հասարակության ֆունկցիան կատարես երևի թե, եթե չեմ կարողանում եթե վերաձևակերպեմ, այսինքն երբ որ դուք խոսում եք այն մասին, որ կոռուպցիայի գործերով, բացահայտումներով մեծ թիվ է եղել այս թվի մի մասնա դեռևս վերադարձել եւ շատ աշխատանք կա անելու, դա համագործակցություն է ոչ թե կառավարության հետ, այլ համագործակցությունների հասարակական կազմակերպության հետ եւ դա խոսում է վերաբերմունքի մասին այդ process-ի վերաբերյալ, հա, տենց Եվ նաև որ մարդիկ պատկերացում կազմեն ՀԿ-ների ինչ են անում, որտեղ Հայաստանում իրոք չեն պատկերացնում, էլի, նույն այդ օրենսդրական բարեփոխումները, նույն այդ պահանջները, նույն նաև այդ օրենքի բացերը, որ Հայաստանում արգրաված գույքը կարելի է նույն ձև վերադառնա այդ անօրինական տիրոջ, էլի, օրինակ չեմ ջոգում այդ մասով խի ալիք չեղավ։ Խի չեն ասում, որ ճիշտ է ասում, մարդը բաց է, որ օրինակ պայմանական Պողոս Պողոսյանից արգրավում են իր կոռուպցիայով վերցրած տուն, հետո այդ Պողոս Պողոսյանը կարա գնա աճուրդով նույնը առնի ու դառնա օրինական սեփականատեր։ Այսինքն նաև այնտեղ նենց չի ոնց որ սենց գովքեր գնում, սենց հալած յուղի տեղ ինչ որ մարդկանց ականջներին վերմիշել են կախում, էլի մենք խոսում ենք process-ից, ինչա կատարվում, ինչ բացթողումներ կան, ու այս process-ում ոնց է ներգրաված հասարակական կազմակերպությունները։ Շղթան ոնց որ սենց էր կառուցված։ Ու բոլոր 3 տեսանյութերն որ այնտեղ անդառնում էին, կարա մարդիկ հստակ նայեն, որ մեկա խնդրի ընթացիկ process ու ինչերա պետք անել, ինչ պետքա լուծումներ անել, էլի, որովհետև սա համակարգը առհասարակ սրանք համակարգեր են, որ անկախ նրանից որ իշխանությունը եղավ, մեկը պետք է ինստիտուցիոնալ առումով լուծումներ ստանան։ Սրանք թող գնան, օքեյ, բոլոր ուզում են, գնացին, եկավ ուրիշ բան, եթե այստեղ ֆունկցիոնալ լուծում չկա, մեկը այս նույն արգրավման սխեման վերցրեցին, վերավաճառք եղավ, այդ նույն մարդը ով կոռուպցիայով ստացել էր, հետա գալու սեփականատեր։ Բայց երբ որ այս պահանջն է ձևավորում դու, ասում ես որ մեխանիզմ եկեք ձևավորենք, ով ուզում է գա, եթե մեխանիզմը կա, այս մեխանիզմով թող շարժվեն, էլի, ու այս մեխանիզմի հիմքը տալիս են հասարակական կազմակերպությունները օգտվելով այն միջազգային փորձից, որը կա, էլի, որ անում։ Այսինքն համագործակցությունը եղել է հասարակական կազմակերպությունների ոչ թե պետության։ Այո։ Իսկ ընդհանրապես քաղաքական գովազդանելը բացասական է։
ինչու բլոգերը չի կարող ունենալ քաղաքական գովազդ։ Բոլորս ազատ ենք, դու կարող ես ունենալ, դու կարող ես խոսել, ես անգամ ընտրություններ կան, որ մարդիկ sense scroll անեն, կտենան, էլի, ես ում եմ որոշակի հավատ, այսինքն երբ որ դնում ես, հա, հասկանում ես, օքեյ, ես այս մարդկանց, այս գաղափարախոսությանը հավատում եմ։ Ուրիշ բան է, երբ որ դու հավատում ես, հանրայնացնում ես, ուրիշ բան է, երբ որ դու չես հավատում, չես հասկանում ու չես վերլուծում։ Այսինքն այ ես պետքա արդարամիտ կասկած առաջանա։ Նույն ձև, երբ որ քեզ գալիս են, առաջարկում են աննորմալ մեծ գումարներ, որտեղից ես գումարը։ Հետո ո՞նց է այդ գումարը այդ նույն մարդիկ, ովքեր քեզ տվել են, ո՞նց են մեր հարկերի տեսքով կամ ինչ-որ բաների տեսքով կամ արդեն վերցրել, կամ բան ապագայում իշխանությունից վերցնելու։ Այդ ինչ գերակա շահ պիտի ունենան, որ օրինակ այդ ծավալներով ձգտում են իշխանության։ Հետագայում այդ, այսինքն, այսօր մարդկանց մտքում ավելի մի քիչ երկար ու վերլուծական միտք գնա, քան պարզապես այդ պահին այդ գումարը վերցնելը։ Նա հետաքրքիր բան է, երիտասարդով իմ մասով տենց վստահ պնդումներով տեսանյութ հրապարակ է, իր հենց մեկնաբանությունում կար դրամահավաքի հղում։ Ինքը գումար էր հավաքում, որ ինձ եթե ուզում եք սատարեք եւ այլն, ճիշտ ասած sense մի տեսակ զարմացա, որ փաստորեն որ ես կարամ օգնեմ ինչ-որ մեկին, կարամ 100 դրամ փոխանցի, ասեի դաժե ես եմ էլի քեզ օգնում, եթե քեզ այդ իբր անկախություն ու ազատություն ա տալու, բայց կարևոր է, որ այն բլոգերու մոտ գնում են այդ գումարը, ոչ թե կարան շատ մանիպուլատիվ գնան։ Որևէ ՀԿ-յա, որևէ խնդիր ենք բարձրաձայնում, կարող է դու սրա մասին խոսաս եւ այլն, մեծ հասկանան, այս ՀԿ-ն որ կա, քիչքան ժամանակ կա, այս ՀԿ-ն ինչ գործունեություն ունի, ինչ ֆինանսական հաշվետվություններ ունի, ում կողմից է ֆինանսավորվում։ Միշտ այդ մասը ում կողմից է ֆինանսավորվում, ոնց որ կարևոր շղթա է, որովհետեւ դու պետք է հասկանաս այդ ոնց է օգտագործվելու այդ մարդկանց կողմից։ Հիմա վերադառնալով քո հարցին, ոչ, եթե դու հավատում ես որևէ քաղաքական ուժի, որևէ գաղափարախոսության, իհարկե, քո ֆունկցիան հենց այդ ազնվությունն է, որ մարդիկ քեզ հետևում են քո տեսակի, քո գաղափարների համար։ Հարենացրու, բարձրաձայնի, թող հավաքվեն այն մարդիկ, ովքեր իրոք այդ գաղափարները կիսում են։ Կամ միգուցե գնան այն մարդիկ, ովքեր այդ գաղափարները չեն կիսում, որ լիարժեք պատկերացում ունենան քո մասին։ Սա ուրիշ թեմա է։ Սա միանշանակ կարող են անել։ Մյուս թեման է նա, երբ որ դու չես հասկանում կամ դու հակա ես այդ ամեն ինչին, բայց գումարային մասով դու օքեյ ես, որ հա, քեզ դիտարկում ես արդեն որպես վահանակ։ Ոչ թե մարդ ով բլոգեր, ինֆլուենսեր, այսինքն ազդեցություն ունի, այլ գովազդային վահանակ է, ոնց որ sense եկան, խփեցին գովազդը, հա ինչ կա դրա մեջ, հիմա ին վրա չեն խփի, փողոցի բիլբորդին կխփեն, էլի, այդ իմ տարանջատումն է։ Քան ես գիտեմ բլոգերներով նաև իրար շփվում եք, ոչ բոլորը երևի շատ եք, բոլորը չեք կարող շփվել, բայց այսպես ասած, խոսակցություններ կան։ Ինչ արձագանք ա գտել այդ ձեր գործընկերային շրջանում ձեր վիդեոն եւ ինչ սպասելիքներ, ինչ վարկային սպասելիքներ ունեք ձեր համայնքից։ Ես երբ որ տեղադրեցի, կային մարդիկ, ովքեր հենց պատասխանով գրում էին թե ովքեր են, չէ՞, դիմը, իրանք են, չէ՞, դիմը։ Դե հա, որովհետեւ միանգամից սկսում են sense տարբեր տեղերից ու ոչ մենակ դա էլի, դրանից առաջ էլ կար մի հատ ուրիշ ալիք լրիվ ուրիշ խաղ ուժի հետ կապված, մենք շատ քննարկում ենք, այսինքն մենք միանգամից sense այդ անցնում է չաթեր, հա, ձեզ էլ են այս դիմը, այս են դիմը, չէ, այդ մեր համար անընդունելի է, էսա, այնա եւ այլն, կամ նախապես անում են շատ փափուկ հավաքներ, որտեղ այդ գաղափարախոսությունը շատ հնչում է դեպի ազգայնամետ, հետո սկսում է sense կասկածների ալիքը, որտեղ ամենահամար մեկ բանը կասկածելն է, չէ։ Իսկ հիմա ամենամեծ կասկածը նա, որ այս մարդիկ խեն այսքան փող դնում այս քարոզարշավների մեջ, էլի, խեն այսքան պատրաստ անեն, էլի, որն է դրա հետ հատույցը իրանց համար, ու արդյունքում քո համար եթե մարդը գալիս է, կարևոր էլի Հայաստանում այս կարելի է գրեյք բառ օգտագործել։ Չէ, շատ գրեյք չի։ Շատ գրեյք, լավ, կեղտոտված միջավայր, արդյոք ինքը ունի Հիսուսի սինդրոմը փրկելու, թե արդյոք այդ մարդը գնում է ինքնափրկման կամ ինքնաֆինանսների աճի։ Դրա համար sense իմ համար չեմ պատկերացնում մարդը այդ ինչքան Հայաստանում ազնիվ հակումներ պետք է ունենա, որ այդ ծավալով գումար ներդնի, որ ինքը գա ու այս ազգին փրկի։ Նշանակում է այդ մարդու նպատակները շատ ավելի այլ են, կամ վախն է, հետագայում ինչ-որ բաների չբախվելու, կամ կամքն է ավելի հարստանալու, դիզելու, օգտվելու այդ իշխանության առավելություններից, կամ վրեժխնդրության ծառավն է։ Դրա համար sense այդ կասկածը որ գալիս է, սկսում մտածում ես։ Ու եթե հակառակ կողմից է իշխանություններ գուցե այդքան գումար կարող են ներդնել, որպեսզի շարունակի իշխանությունը։ Դե ես ասում եմ, չեմ բացառում, այսինքն այն իմացածներ, որ կամ այդ հարստանալը
պահելն է, նույնիսկ եթե ինչ թվարկեցի, երկուսի դեպքում է կլինի։ Վախնա, որ ուրիշը չգա, չտանեն, փակեն, վախնա, որ հարստությունից կզրկվի ներկայինս, այդ իշխանության ինքնահաստատումից կզրկվի, այսինքն դու բոյ վրա կարես պրոյեկտեսի մտքերը, եւ իշխանության եւ ընդդիմության, էլի։ Ու ամենավատը իմ կարծիքով են, երբ որ մենք սենց այս մեկը տշում է սրա վրա, այս մյուսը տշում է սրա վրա, չի հայտնվում դեռևս կամ իմ պատկերացմամբ կամ իմ ընկալումներով, սենց մի հատ ուժ, որը պատրաստ է, որովհետև շատ դժվար է խաղալ այս հսկաների հետ, հասկանում ես, չէ՞, ինչքան դժվար է, բայց չի հայտնվում մի հատ ուժ, որը ինչ որ ձև այլ գաղափարներով, այլ մոտեցումներով, սենց կարա գա դու իրանց հավատաս, էլի ինչ որ ձև կամ սկսես ունենալ այլ տարբերակ։ Հավատաս եւ ինչ որ ժամանակ հետո չհիասթափվես։ Ահա, դե ինչ լինելու է, հավատում ես, դրա համար հենց հավատաց իրանք եկան իշխանության, սկսի դառնալ ընդդիմություն, էլի օրինակ։ Ես նաև այդ վիդեոն ընկալել եմ որպես սեփական օրինակով կոչ այդ ձեր բլոգերական համայնքին ինչ ակնկալիքներ կան, ինչ սպասենք, ինչ ազդեցություն կունենա ձեր կարծիքով։ Արդեն ունեցել է, որովհետև ես գիտեմ, որ ինչ որ մարդիկ հրաժարվել են, բայց այդ չեմ պատկերացնում, որ անընդհատ կարա լինի, որովհետև ես էլ պատրաստ չեմ, ոչ թե պատրաստ չեմ, այլ sense կհոգնեմ այդ ալիքի դեմ պայքարելուց, որ ժողովուրդ ոնց որ ես մի հատ նայեք իմ անցյալ, իմ գործունեությունը որևէ ձև ոչ հակում ունեմ, ոչ նպատակ ունեմ եւ այլն, որտեվ եթե ես սկսեմ էլի խոսալ, պատկերացնում ես ոնց որ բոլոր կողմերին ձեռնտու որ ես սուս մնամ։ Սուս մնան են բոլոր մարդիկ, ովքեր ինչ որ ձև կարող են ավելի հեշտ գնային այս թեվը կամ գումար վերցնեին, ես որ ես այդ process-ը բարթացնում եմ, էլի։ Դրա համար ինչն էր, այո, կոչներ, այո, ինչ որ մարդիկ արդեն հրաժարվեցին, այո, մենք նամակագրություններ սկսեցինք հասկանալու համար ովքեր են, ու էլի եմ ասում, չենք բացառում ոչ մեկին, էլի, մարդիկ թող իմանան, որ ոնց որ այս չի սրբացնում որևէ թևի բացարձակ, էլի։ Բայց 2026-ին պատկերացնում որ շատ այդ ահռելի ծավալների է հասնելու, որովհետև շատ հեշտ է նաև բլոգեր աճացնելը, շատ հեշտ է Հայաստանում։ Նույն հայոյանքի մշակույթը, ագրեսիայի մշակույթը, ես նույն բանը, եթե ռիլում մտնեմ եւ ասեմ ավելի այլ տոնայնությամբ, հավատա շատ ավելի արագ կանեմ, որովհետեւ ես չեմ մեղադրում, մենք ունենք անզորության մեջ գտնվող հասարակություն, ում պարբերաբար յուրաքանչյուր իշխանություն բեր է, խաբել է, չի արդարացրել, կորուստներ ա տվել եւ այլն, ու այս մարդիկ չեն հավատում էլ ոչ մի բանի։ Նույն ձև ես դրա համար երբ որ ինչ չեն հավատում, ես այդ հասկանալով են վերաբերվում, որովհետև մենք այնց բաներ ենք տեսել, որ դու չես կարող ոնց որ ուղղակի վերլուծական միտք չունենաս, որ չհասկանաս քեզ խի չեն հավատում, էլի։ Okay, որ կարող լիքը մարդ կասկածի, որովհետև մենք ունենք այդ միջավայրը ստեղծված։ 2026-ին, երբ որ այդ դառնա ավելի մեծ չափաբաժիններ, գումարային տեսանք, ավելի ուրիշ լծակներ եւ այլն, շատ ինձ թվում է ավելի վտանգավոր է լինելու եւ ներկա բաների համար ես անգամ ոնց որ մտածում ես այդ շրջանում գնալու եմ երկրից, որովհետեւ ես չեմ կարող ինձ իզոլացնեմ։ Երբ որ ես 2 վայրկյան մտնում եմ Facebook տենում ինչա կատարվում, ես ջոգում ուզում ինքնաարտահայտեմ, ինչ որ մի բան գրեմ։ Ես ուզում եմ ինձ իզոլացնեմ, որովհետեւ չեմ պատկերացնում ինչ ա լինելու, ինչ ծավալների ա լինելու ու կարող է այդ շատ նեգատիվ եմ տրամադրված, բայց իմ կարծիքով սեն շատ սուր ալիք ա լինելու, որը իմ արդարության զգացումը անընդհատ բորբոքելու է, իմ ներքին ոնց որ այդ անհանգստությունները բորբոքելու է, դեպքում դու ուզելու ես արտահայտվես, տենց չես կարողանալու, որովհետև այդ քո դեմ է գալու, էլի, այդ մարդկանց կուտակված անզորության զգացումը, որ մարդիկ ուզում են ինչ-որտեղ պարպեն, էլի, ու ավտոմատ կերպով փնտրում են թշնամիներ իրենց վատկեցության մեջ, մեր երկրի վատ ճակատագրի մեջ եւ այլն, ու նաեւ այդ օքեյ է որ դու պետքա գտնես մեղավորների, միշտ բոլորս պետքա գտնենք, բայց արդյունքում նաեւ դժում են այն մարդիկ, ովքեր որևէ կերպ այդ ամեն ինչում ներդրում չունեն։ Շնորհակալություն։ Ես եմ շատ շնորհակալ։